Բարև ձեզ, 2026 ինչ է լինելու նախագծի շրջանակում զրուցելու եմ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Պարոն Բադալյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես սկսենք ներքաղաքական իրադարձություններից 7 ամիս է Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին վեհարանից հեռացնելու իր մտադրության մասին եւ այս 7 ամիսների ընթացքում տարբեր տեսակի բռնաճնշումներ էին իրականացվում եւ շարունակվում են դեռ իրականացվել առանձին հոգեվորականների եկեղեցու այդ համակարգի նկատմամբ, բայց մենք տեսնում ենք, որ կաթողիկոսը դիմադրում է։ Դուք ինչ եք կարծում 2026 թվականին ի վերջո ինչպես է հանգուցալուծվելու եկեղեցի պետություն հարաբերություններում այս եղած ճգնաժամը։ Անկասկած է, որ սա լինելու է Նիկոլ Փաշինյանի նախընտրական վարքագծի առանցքային ուղղություններից մեկը, որովհետև պարզ է փորձելու է օգտագործել այս գործընթացը ընտրական զանգված էլեկտորատ, իր էլեկտորատը մոբիլիզացնելու եւ ընդհանուր թիրախի, այսպես ասած, գաղափարի շուրջ մոբիլիզացված պահելու համար։ Նաեւ կարծում եմ այս գործընթացը Նիկոլ Փաշինյանը կփորձի օգտագործել քաղաքական ընդդիմությանը այս պատմության շուրջ մեկ ճակատով ներկայացնելու համար, որովհետև իմ գնահատմամբ Փաշինյանի համար խնդիր է այն, որ ընդդիմությունը նախընտրական process-ում դիրքավորվում է ոչ միասնական ճակատի թեմայի շուրջ, այլ ըստ ամենայնի փորձ է արվելու ձևավորել առնվազն մի քանի խումբ, ընդդիմադիր մի քանի խումբ, որը թերևս առավել օպտիմալ մեթոդ կարող է լինել ընդդիմադիր ընտրազանգվածին process-ի մեջ ավելի ներգրավելու համար, սա կարծում եմ խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար եւ փորձ կանի եկեղեցու դեմ արշավի այս process-ը օգտագործել քաղաքական մեկ ճակատի առնվազն տպավորություն ստեղծելու համար եւ ըստ այդմ նաեւ էլեկտորալ տրամադրությունները իր համար առավել կառավարելի դարձնելու նպատակով։ Ըստ այդմ կարծում եմ process-ը իր համար կիրառելի կամ օգտագործելի կլինի առնվազն այդ նախընտրական հաշվարկի տրամաբանության մեջ։ Հստակ է, որ միջև ընտրությունները այս արշավը եկեղեցու դեմ ինքը տանելու է։ Մեծ հավանականությամբ կլինի հենց այդ տրամաբանությամբ, որովհետև հակառակ պարագայում ինքը պետք է իրավիճակը, այսպես ասած, հանգուցալուծելու համար դիմի շատ կտրուկ գործողությունների, բայց մենք տեսնում ենք, որ այս process-ը չունի հանրային մեծ աջակցություն, այսինքն եթե աջակցություն կա, ապա իր էլեկտորալ շրջանակում։ Իսկ գնալ շատ կտրուկ գործողությունների մի process-ում, որը հանրային աջակցություն չունի, ես կարծում եմ դա իր համար կարող է ունենալ հակառակ էֆեկտ։ Եվ համենայն դեպս, եթե չլինի շատ խիստ անհրաժեշտություն, կարծում եմ Փաշինյանը այդ կտրուկ գործողությունների չի գնա։ Իհարկե կրկնենք նաև այն, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի գործողություններում այդպես բնական ռացիոնալիզմ ընտրելը իհարկե մի քիչ անշնորհակալ գործ է, որովհետև նաև իր իրավիճակը, իշխանության պահպանման խնդիրը եւ ընդհանրապես Հայաստանի շուրջ քաղաքական իրավիճակը, որը անշուշտ իր պատասխանատվության վրա է, ստեղծում է ոչ ստանդարտ իրողություններ հենց իր համար եւ հետեւաբար նաեւ ամենևին այդպես բացառված չեն, որ նա գնա քայլերի, որոնք առաջին հայացքից թվում են ոչ ռացիոնալ։ Մի բան հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է իր այս արշավի հետևից առանց որևէ կանգառի եւ առանց նահանջելու այնքան, որքան կարող է։ Սա թերևս անկասկած է։ 2026 թվականի ամռանը նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Դուք ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունը ու նաեւ ինչպես եք գնահատում ընդդիմության հնարավորությունը իշխանափոխության հասնելու ընտրությունների միջոցով։ Եթե ընդհանուր առմամբ խոսենք հնարավոր է արդյոք ընտրության միջոցով հասնել իշխանափոխության, ապա անկասկած, բայց սա կախված է նրանից, թե ընդդիմությունը ինչպես կաշխատի, որովհետև կա անշուշտ Նիկոլ Փաշինյանի հանդեպ հանրային մեծ անվստահություն, այսինքն իր անտի-ռեյտինգը, այսպես ասած, շատ բարձր է, բայց ինքնին միայն այդ բարձր անտի-ռեյտինգը չի նշանակում դրական ռեյտինգ ընդդիմության համար, հետեւաբար այստեղ կա շատ մեծ աշխատանք կատարելու նաև ընտրական process-ի հանդեպ հասարակական հնարավորինս մեծ հետաքրքրություն առաջացնելու տեսանկյունից, որովհետև եղած հետաքրքրությունը զուտ ընդդիմության
համակիրների կամ չգիտեմ համախոհների շրջանակում, դա անշուշտ բավարար չէ խնդիրները լուծելու համար Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու տեսանկյունից։ Հետևաբար պետք է նոր հանրային շերտերի ներգրավվածություն։ Մենք տեսնում ենք տարբեր սոցհարցումներում այդ 60-ից 70% ինչ որ շերտ կա, որը անտարբեր է քաղաքական process-ների հանդեպ չի վստահում քաղաքական ուժերին եւ այլն։ Այս շերտի ուղղությամբ պետք է աշխատանք տանել, որովհետեւ եթե դա տեղի չունենա, ես կարծում եմ տեսական էլ կմնա ընտրության միջոցով Փաշինյանին հեռացնելու տրամաբանությունը։ Այս խնդիրը լուծելու համար թերևս ընդդիմությանը պետք է գտնել ռացիոնալ ձևաչափեր, մի քանի ընդդիմադիր ռացիոնալ ձևաչափեր, որպիսի առավելագույն ընդգրկում տեղի ունենա հանրային շերտերի։ Ինչպես կլուծեն այդ հարցը, դրանից էլ կախված կլինի հնարավորությունը հեռացնել Փաշինյանին իշխանափոխության ընտրության միջոցով ներողություն։ Եվ այստեղ իրավիճակը ըստ իս այնպիսին է, որ Փաշինյանի հնարավորությունը վերարտադրվել պահել իշխանությունը ընտրության միջոցով ավելի շատ այսօր կախված է ընդդիմության աշխատանքի էֆեկտիվությունից։ Եվ ոչ էֆեկտիվ աշխատանքի դեպքում է, ընդդիմության ոչ բավարար էֆեկտիվ աշխատանքի դեպքում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է լուծել իշխանությունը պահելու հարցը։ Ընդ որում լուծել միանձնյա, այսինքն 50+1-ը ինքը կհավաքի, թե ամեն դեպքում ձեզ համար ակնհայտ է, որ նրան պետք է լինելու այլ այսպես կոչված արբանյակային ուժեր։ Եթե արբանյակային ուժեր, ապա միայն դա կարող է լինել իր կուսակցական շրջանակ ներգրավելու միջոցով, այսինքն կարծում եմ հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը իր իշխանության եւ իր քաղաքական հայեցակարգի, այսպես ասենք, դաշտում չունի որևէ աջակից գործընկեր այն աստիճան աջակից, որը կհամալրի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եւ այլն։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ Փաշինյանը ինքն իրենով ինչ կարող է անել այդքանը։ Որևէ այլ աջակից ուժ, որը նրան իսկապես գործուն համալրում կարող է բերել էլեկտորատի իմաստով, կարծում եմ մեծ հաշվով չկա։ Եվ մենք սա տեսնում ենք նաև տեղական ընտրությունների օրինակով, Գյումրին, Վաղարշապատը, եւ սա ցույց է տալիս, որ Փաշինյանը իսկապես կարող է իր խնդիրները լուծել միայն ինքը։ Նաև տեսնում ենք, որ կարծես թե այդ ակնկալիքներ ինքը չունի, համենայն դեպս շատ հետաքրքիր իրավիճակ եղավ Վաղարշապատում, երբ Փաշինյանին շատ ինտենսիվ աջակցող ուժերից մեկը, որին կարծես թե Վաղարշապատի ավաքանի անցնելու համար ընդամենը մի 2 տասնյակ ձայն էր պատասխանում։ Անցողիկ շեմը չէր հաղթահարել։ Եվ այդքան էր պետք հաղթահարելու համար, եւ մենք տեսանք, որ Փաշինյանը որևէ կերպ ջանք չգործադրեց այդ խնդիրը լուծելու համար։ Եվ խաղադրույք չարեց կոալիցիոն մեխանիզմով խնդիր լուծելու համար։ Սա էլ գալիս է թերևս նրանից, որ ինքն էլ պատկերացնում է, ինքը այդ դաշտում, իր քաղաքական հայեցակարգի դաշտում ամենից ուժեղ ֆիգուրն է եւ մնացած ֆիգուրները չափազանց հեռու են արդեն նույնիսկ համալրող ուժ լինելու համար։ Հետընտրական ինչ զարգացումներ կարող են լինել։ Եթե նկատի ունենք հանրահավաքային, չգիտեմ, առհասարակ Փաշինյանը վերընտրվում է, հասկանալի է, որ նաև կարող է բռնաճնշումների ճանապարհով գնալ, կամ եթե հակառակը ընդդիմությունն է հաստում իշխանափոխության, ինչ զարգացում կարող է լինել։ Սա դարձյալ կախված է, թե ինչ է իրենից ներկայացնելու ընդդիմությունը։ Բոլոր հարցերը հիմա իմ գնահատմամբ ընդդիմության դաշտում են։ Իշխանության վիճակը այնքան բարդ է եւ այնքան սահմանափակ են քաղաքական իրավիճակ ստեղծելու հնարավորությունները, եթե չենք խոսում զուտ ինֆորմացիոն ֆոն ստեղծելու մասին։ Ինֆորմացիոն ֆոն Նիկոլ Փաշինյանը կարողանում է ստեղծել, բայց դա բավարար չէ ընտրական process-ների տեսանկյունից, եթե խոսում ենք հետընտրական իրավիճակ կամ ընտրության արդյունք եւ այլն։ Քաղաքական իրավիճակ կարող է ստեղծել այսօր Հայաստանում ընդդիմությունը, հաշվի առնելով հենց Նիկոլ Փաշինյանի բարձր հակառեյտինգը։ Կարող է ընդդիմությունը ստեղծել այդ իրավիճակը, կցանկանա ընդդիմությունը ստեղծել այդ իրավիճակը, ովքեր կցանկանան եւ ովքեր չեն ցանկանա, որովհետեւ մենք կարծում եմ գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, որ ընդդիմադիր դաշտում այո լինելու են շատ ուժեր, որոնք իրականում խաղալու են այն տրամաբանությամբ, ինչը ձեռնտու է Փաշինյանին, այսինքն լինելու են պայմանավորվածություններ, գործարքներ, ստվերային բնականաբար։ Այս ամեն ինչը քաղաքական process-ի անբաժանելի մասն է։ Հիմա այստեղ ինչպիսի հարաբերակցություն կլինի, այս ամենով հանդերձ ընդդիմության իսկապես իրավիճակ փոխելու հարցում շահագրգիռ ուժերը որքան էֆեկտիվ կկարողանան այս ամենը հաշվի առնելով էլ կազմակերպել process-ը եւ գործակցել
նվազագույն անհրաժեշտ չափով, թե ընտրության արդյունքին ընդառաջ եւ թե նաեւ հետընտրական իրավիճակի դեպքում կրկնեմ, այս բոլոր հարցերի պատասխանները այսօր ընդդիմության դաշտում են։ 2026 թվականի մարտին ըստ Արդարադատության նախարարի պետք է պատրաստ լինի սահմանադրության փոփոխությունների տեքստը, Բաքուն է պահանջում փոխել Հայաստանի մայր օրենքը, չնայած Փաշինյանը նշում է, որ դա չի անում Բաքվի պահանջով, բայց արդեն իսկ հայտարարել է, որ չպետք է անկախության հռչակագրին հղում լինի նոր սահմանադրության տեքստում, որում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին դրույթ կա։ Հենց սրանից է կարճած իդեպ պաշտոնական Բաքուն։ Այնուամենայնիվ դուք ինչ եք կարծում, հենց այդ ընտրությունների ելքից է կախված լինելու, թե արդյոք Փաշինյանը կգնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, մասնավորապես հանրակրվեի կանի, թե հնարավոր է նաև այլ կերպ փորձի շրջանցել, այսինքն հանրակրվեն շրջանցի, բայց նոր սահմանադրություն ունենանք։ Ես կարծում եմ Փաշինյանը կձգտի առավելագույնն անել բանը հանրակրվեի չհասցնելու համար, որովհետև հանրակրվեի պարագայում անհրաժեշտ է լինելու շատ ավելի բարձր մասնակցություն ցանկալի արդյունք ստանալու համար եւ դրական ձայների ավելի բարձր տոկոս, քան օրինակ խորհրդարանի ընտրության դեպքում։ Այսինքն խորհրդարանի ընտրության պարագայում կան նաեւ ընտրական կարգավորումների այնպիսի մեխանիզմներ, որ հավաքելով գրեթե 40%-ի չափով նա կարող է ստանալ ընդհանուր մեծամասնություն ձևավորելու հնարավորություն։ Ընտրական սահմանադրական հանրակրվեի պարագայում այս հնարավորությունները չկան։ Անհրաժեշտ է դրական ձայների շատ ավելի բարձր տոկոս եւ ընդհանրապես մասնակցության բարձր տոկոս։ Ներեցեք, այսինքն անգամ եթե ինքը խորհրդանական ընտրությունների արդյունքում վերընտրվում է, այդ վստահությունը չի կարող ունենալ հանրակրվեի վերաբերյալ։ Անգամ եթե վերաբերյալ։ վերընտրվում է, ես չեմ կարծում, որ վերընտրությունը կարող է լինել այնքան ձայնով, որը օրինակ բավարար կլինի սահմանադրության փոփոխության հանրակրվեի դեպքում այոն, այսպես ասենք, ստանալու համար։ Հետևաբար ինքը իմ գնահատմամբ կփորձի առավելագույնն անել սահմանադրության հանրակրվեից խուսափելու համար, որովհետև դա կրկնեմ շատ բարդ խնդիր է, կստացվի թե ոչ, սա այլ հարց է, սա էլ կախված է նաև թե Բաքուն որքանով անսասան կմնա իր պահանջի հարցում, այսինքն կշարունակի պահանջել, որ Հայաստանը ունենա նոր սահմանադրություն, թե այդուհանդերձ կփորձի բավարարվել Փաշինյանի բացատրություններով։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը առաջ է բերում այն փաստարկը, որ սահմանադրական դատարանը հակասող չի ճանաչի խաղաղության համաձայնագրին գործող սահմանադրությունը, եւ ըստ այդմ Նիկոլ Փաշինյանը արդեն կկարողանա խուսափել այն պատկերացրած հանրակրվեից, որ դնում է Բաքուն, որովհետեւ այստեղ հարցը հետեւյալն է. եթե սահմանադրության նախագծից հանվում է անկախության հռչակագրին հղումը, գրեթե անհնար է Հայաստանի քաղաքացուն որևէ բանական ողջախոհ մարդու բացատրել, որ սա Բաքվի պահանջի կատարում չէ։ Իսկ դա արդեն բարդացնում է որևէ մեկի համար գնալ եւ քվեարկել այդ սահմանադրության փոփոխության օգտին։ Եթե Բաքուն բավարարվում է Նիկոլ Փաշինյանի բացատրությամբ, Փաշինյանը կարող է սահմանադրության փոփոխություն անել անկախության հռչակագրի հատվածին, այսպես ասենք, ձեռք չտալով, բայց փոխել սահմանադրությունը արդեն ասելով, որ տեսեք, մենք մեր ներքին օրակարգով ենք փոխում եւ հետեւաբար այդ պարագայում առաջանում է որևէ շանս ինչ որ արդյունք ստանալու համար։ Ադրբեջանի դեպքում կասկած չկա, որ անկախության հռչակագրի հանգամանքը եւ ընդհանրապես սահմանադրությունը ընդամենը ինչ որ պատրվակ են։ Ադրբեջանը Հայաստանի սահմանադրությունից չէ, որ վտանգ է տեսնում։ Ադրբեջանի խնդիրը շատ ավելի լայն եւ ստրատեգիական է, այն է հասնել իրավաքաղաքական առումով դե ֆակտո լուծարման այն պետության, որի հետ ինքը 3 տասնամյակ նախագահի բարձր մակարդակով բանակցել է, այդ թվում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։ Դա փաստ է, չէ, որ Ադրբեջանը բանակցել է 3 հայտնի սկզբունքների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահների հետ Արցախի հարցի վերաբերյալ։ Ադրբեջանը փորձում է լուծարել ահա այս հետագիծը։ Հիմա եթե սահմանադրությունը մենք փոխում ենք եւ ինչպես ասում են այդ 4-րդ հանրապետությունը ենք հռչակում, դա ստացվում է, որ 3-րդ հանրապետությունը իր իրավաքաղաքական հիմքով, այսպես ասենք, չեզոքացված է։ Այստեղ կկարողանա Նիկոլ Փաշինյանը ինչ որ համաձայնության եզրեր գալ բովանդակության եւ մեխանիզմի շուրջ Ալիևի հետ, դրանից կախված կլինի հանրակրվեի նաեւ ճակատագիրը։ Դուք ինչ եք կարծում հայ-ռուսական հարաբերություններին ինչ է սպասվում 2026 թվականին, լարվածությունը աճելու է, խորանալու է, թե կմնա նույն մակարդակում։ Ես այստեղ չեմ ուզում օրիգինալ երևալ, բայց ես համաձայն չեմ, որ կա լարվածություն հայ-ռուսական հարաբերության, եթե դուրս ենք անում ինֆորմացիոն ֆոնը, որ կա արկա է
Նաև ներքաղաքական որոշակի նկատառումներից ելնելով, ես կարծում եմ հայ-ռուսական լարվածության իրական նշան լինելու պարագայում մենք կունենայինք Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության բոլորովին այլ դրսևորում եւ պատկեր։ Մենք տեսնում ենք, որ այդ քաղաքական մակարդակում, գործնական քաղաքականության մակարդակում մեծ հաշվով ոչ մի այդպիսի դրսևորում չկա, որ գործ ունենք լարվածության հետ։ Տեղի է ունենում իհարկե հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիա, այդ թվում թե Կովկասում փոփոխությունների համատեքստում, թե նաև աշխարհակաղակական, աշխարհակարգային փոփոխությունների, որտեղ նաև Ռուսաստանի դեր է փոխվում, Ռուսաստանի մոտեցումներ եւ հայեցակարգեր են փոխվում, եւ այդ փոփոխությունները անշուշտ չէին կարող շրջանցել նաև հայ-ռուսական հարաբերությունը։ Մենք 2026-ին էլ կգտնվենք այդ տրանսֆորմացիայի փուլում։ Բայց այն իրավիճակը, որ կա այսօր, ես կարծում եմ դա չի պարունակում հայ-ռուսական հարաբերության լարվածություն ասվածը, եւ մենք դա տեսնում ենք նաև տեսանք տարեվերջին հերթական անգամ Փաշինյանը մեկնեց Մոսկվա, մասնակցեց ԵԱՏՄ նիստին, ԱՊՀ շրջանակում աշխատանքին եւ Ռուսաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպումը եւ նաեւ հայտարարություններ եղան բավականին նշանակալի այդ իմաստով։ Եվ նաեւ նշեմ, որ այստեղ կա հետեւյալ հարցը. հայ-ռուսական հարաբերության հարցում կառավարման տեսանկյունից ինչպիսի էֆեկտիվություն ունի Հայաստանի քաղաքականությունը։ Այս հարցում Հայաստանի քաղաքականությունը գտնվում է մեղմ ասած շատ ցածր արդյունավետության վրա։ Եվրամիության հետ կապված 2025 թվականի գարնանը իշխանամերձ շրջանակները ազգային ժողով բերեցին մի նախագիծ, որը այսպես է կոչվում Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծ, իհարկե դա ընդունվեց իշխանության ջանքերով, բայց ընդդիմությունը գնահատում էր սա որպես բաժակաճառ եւ նշում էր, որ որպես այդպիսին Եվրամիության Հայաստանի անդամակցության օրակարգ չկա։ Ձեզ համար ակնհայտ է, որ այդ օրակարգը իսկապես չկա, ընդ որում չկա հենց Եվրամիության կողմից։ Ես հենց առաջին օրերից այդ օրենքի ընդունման արտահայտել եմ տեսակետս, որ Եվրամիությունը ընդհանրապես չունի Կովկասի որևէ հանրապետության, այսպես ասենք, ներառելու պլաններ որպես Եվրամիության անդամ, որովհետև Եվրամիությանը բացարձակապես պետք չէ ունենալ անկլավ այս ռեգիոնում, իսկ Կովկասի որևէ հանրապետություն Եվրամիության անդամ դառնալու դեպքում դա փաստացի լինելու է Եվրամիության անկլավ։ Ունենալ անկլավ շրջապատված Ռուսաստանով, Թուրքիայով, Իրանով, ավելի լայն իմաստով ունենալ անկլավ գլոբալ հարավում, այն միջավայրում, որ ձևավորվում է, Եվրամիության համար չափազանց ծանր բեռ է, առավել եւս այսօր, երբ ընդհանրապես հարց է, թե Եվրամիությունն ինքը ինչպիսի ճակատագիր է ունենալու հետագայում։ Ես հիշեցնեմ, տարեվերջին հրապարակվեց Միացյալ Նահանգների ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը, որտեղ Վաշինգտոնն անգամ գնահատում էր, որ եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա Եվրոպան առաջիկա 10-20 տարիների ընթացքում կունենա բացարձակապես այլ տեսք, քան այսօր։ Հետևաբար, երբ կա այս խնդիրը, երբ կան այս հարցերը, մտածել, որ ինչ որ լրջորեն կարող է արկա լինել Հայաստանի կամ Վրաստանի կամ Ադրբեջանի առավել եւս անդամակցության հարց, սա կարծում եմ քաղաքական իրատեսությունից բավականին հեռու է։ Կրկնեմ, Եվրամիությանը բացարձակապես պետք չէ այդ անկլավը, հակառակը Կովկասը իրենք դիտարկել եւ դիտարկում են որպես բուֆերային գոտի իրենց աշխարհակաղակական խնդիրները եւ աշխարհակաղակական մրցակիցների հանդեպ գործողություններ իրականացնելու համար։ Եվ այստեղ նաև դիտարկենք մյուսը, դրա մասին էլ նշել եմ հենց այդ օրենքի, այսպես կոչված օրենքի ընդունման օրերին, որ եթե կա Թուրքիա, որը Եվրամիության անդամ չէ, Եվրամիությունը երբեք չի գնա, ինչպես նշեցի, Կովկասի հարցում որևէ քայլերի, իսկ Թուրքիան կարծում եմ Եվրամիության անդամ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Եվրամիության անդամ է Ֆրանսիան, նվազագույն։ Պարոն Բադալյան, այդ դեպքում քաղաքացիների մոտ հարց կարող է առաջանալ։ Իշխանությունը ամեն օր խոսում է Եվրամիության հետ հարաբերություններ զարգացնելու կամ այլ կերպ ասած արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին։ Դա ընդհանրապես այսպես ստվեր է, ինչ է փորձում այդ դեպքում անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Երկու բան, մեկը քարոզչություն, որպեսզի Հայաստանում այդ տրամադրությունները կրող էլեկտորատը ձայն տա Նիկոլ Փաշինյանին, եւ մյուսը Եվրամիության հետ բավական բարդ խաղ։
Ես կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ շատ լավ պատկերացնում է, որ այդ անդամության թեման հենց Եվրամիությունում բացարձակապես օրակարգային չէ։ Եվ նաև մի քանի հայտարարություններ այս ընթացքում արել է ակնարկելով այդ մասին։ Բայց կա խնդիր Եվրամիությանը պահել այստեղ Հայաստանի հանդեպ որոշակի պատասխանատվության դաշտում, նախ դրա դիմաց ինչ որ պրեֆերենցիաներ ստանալ, տարբեր ֆինանսական եւ այլ ծրագրերի տեսքով, երկրորդը ստանալ որոշակի ներգրավվածություն իրավիճակի կայունության կառավարելիության հարցում, դնել Եվրամիությանը պատասխանատվության տակ, այդ կերպ բարձրացնելով ռեգիոնալ կայունության, Հայաստանի սահմանների շուրջ կայունության կառավարելիությունը։ Ես կարծում եմ այս նպատակն ունի Փաշինյանի խաղը Եվրամիության հետ։ Հայ-թուրքական հարաբերություններում 2026 թվականին այսպես կոչված այդ կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի, թե չէ, առհասարակ քանի որ պաշտոնական Անկարան նշում է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, դուք տեսնում եք որևէ ցանկություն Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել։ Եթե ձևական առումով, ապա նաև Էրդողանը ազդարարեց, որ կլինեն ինչ-որ քայլեր խորհրդանշական, ինչը ձևականն է մեծ հաշվով։ Եթե իրական կարգավորման մասին է խոսքը, ապա այստեղ խիստ կասկածում եմ, որ կարող է լինել հայ-թուրքական իրական կարգավորում, որովհետև Ադրբեջան ներողություն Թուրքիայի համար սա չունի որևէ նշանակություն եւ որևէ իմաստ։ Թուրքիան չունի դրա անհրաժեշտությունը, գոնե առայժմ, եւ հակառակը, նաեւ կարծում եմ, որ Թուրքիան դեռ կփորձի այս հարցը, որը ունի որոշակի աշխարհակաղակական շահառուներ, ընդ որում թե արևմտյան կողմում, թե Ռուսաստանում, թե նաեւ այլ ուղղություններով, Թուրքիան կփորձի հայ-թուրքական կարգավորման հարցի համար սահմանել աշխարհակաղակական հնարավորինս բարձր գին։ Ես այս իրավիճակը բնորոշում եմ հետևյալ կերպ, որ հայ-թուրքական կարգավորման հարցը Անկարան դրել է աշխարհակաղակական աճուրդի, հասկանալով դրա նշանակությունը եւ որոշակի պահանջվածությունը, եւ ձգտելու է այդ աճուրդը հնարավորինս երկար պահել եւ ստանալ հնարավորինս բարձր գին։ Հիմա հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց։ 2026 թվականին կստորագրվի վերջնական այդ համաձայնագիրը, թե ոչ։ Եթե Հայաստանը բավարարի Ադրբեջանի առաջ քաշած պայմանները, ապա համաձայնագիրը իհարկե կստորագրվի։ Բայց անգամ այդ համաձայնագրի ստորագրումը ամենևին չի նշանակելու, այսպես ասած, խաղաղություն, որովհետև մենք տեսնում ենք Ադրբեջանը ունի պայմաններ, պահանջներ, հավակնություններ եւ այլն, որոնք դուրս են այդ համաձայնագրից, հարցեր, թեմաներ, որոնք ներառված չեն այդ համաձայնագրում։ Բայց եթե անգամ այդ ամենը դնենք մի կողմ եւ դիտարկենք համաձայնագիր ասվածի խաղաղության համաձայնագիր ասվածի բովանդակությունը, ապա կտեսնենք, որ այդ բովանդակությունը ոչ այնքան խաղաղության մասին է, հավասարակշռված փոխզիջումների վրա կառուցված եւ այլն, այլ Հայաստանին ներկայացվող կենսակերպի վարքագծի ինչ որ պայմաններ են, որոնք որևէ կապ չունեն խաղաղության հետ։ Հետևաբար, եթե մենք չափում ենք խաղաղությունը, պայմանագիր կստորագրվի թե ոչ, ես կարծում եմ դա չափման սխալ միավոր է։ Խաղաղությունը միայն կարող ենք չափել, արդյոք կձևավորվի քաղաքական, ռազմական, տնտեսական, դիվանագիտական գործոնների բալանսավորված միջավայր։ Ցավոք սրտի, ես այդ ուղղությամբ 2026-ին իրավիճակի էական փոփոխության հնարավորություն, եթե Հայաստանում տեղի չունենա իշխանության փոփոխություն, չեմ տեսնում, որովհետև այս իշխանությունը անգամ եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ կունենա մեծ ցանկություն գալ այդպիսի բալանսավորվածության, չունի ոչ կոմպետենտության, ոչ նաև հնարավորությունների այլ բաղադրիչների իմաստով այդ փոփոխություն, այդ բալանսը ապահովելու հնարավորություն։ Նոր աշխարհակարգի ձևավորմանն անդրադառնանք, Թրամփը փորձում է 4 տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալ եւ հիմա այս օրերին էլ ընթանում են ռուս-ամերիկյան բանակցություններ, Ամերիկա, Եվրոպա, Ուկրաինա բանակցություններ։ Վլադիմիր Պուտինը օրինակ հայտարարում է, որ պատրաստ են խաղաղության, լուրջ լուծումների, մինչդեռ ինքը չունի այդ տպավորությունը, որ օրինակ Ուկրաինան խաղաղության պատրաստ է։ Դուք ինչ եք կարծում, ի վերջո Թրամփին հաջողվելու է որևէ լուծման գալ այս հակամարտության հետ կապված, կամ եթե ոչ որպես այդպիսին հակամարտություն ամբողջովին կարգավորել, այլ գոնե հասնել ռազմական գործողությունների դադարեցման։ Սա անշուշտ կարևոր հարց է եւ Թրամփի համար է կարևոր, հաշվի առնելով նախընտրական իր խոստումները եւ այլն, բայց ըստ իս իրավիճակը վաղուց անցել է
մի կետից, երբ հարցը առանցքայինն է Տրամպի համար։ Տրամպի համար իմ գնահատմամբ այսօր առանցքային հարցը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ գլոբալ պայմանավորվածությունների ամբողջացումն է եւ այդ պարագայում Ուկրաինայում պատերազմի շարունակությունը արդեն գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց ածանցյալ հարց է լինելու այդ գլոբալ պայմանավորվածություններին։ Ես դարձյալ հղում անեմ Թրամփի վարչակազմի հրապարակած այդ ազգային անվտանգության ռազմավարության թարմացած տարբերակին, որտեղ մենք նկատում ենք կոշտ բնորոշումներ, առավել կոշտ բնորոշումներ Եվրամիության հասցեին, քան օրինակ Ռուսաստանի եւ անգամ Չինաստանի։ Մենք տեսնում ենք, որ այս ռազմավարության մեջ Ռուսաստանը եւ Չինաստանը չեն բնորոշվում որպես թշնամի, որպես հակառակորդ կամ որպես սպառնալիք։ Սրանք շատ էական հանգամանքներ են, որովհետև այդ երկուսի հետ Միացյալ Նահանգները, ամենայն դեպս այս վարչակազմը, փորձում է ձևավորել այդ պայմանավորվածությունների ակումբը, եթե կարող ենք այսպես ասել, եւ եթե այդ պայմանավորվածությունները ամբողջանան, ապա ուկրաինական հարցը կարծում եմ ինքնաբերաբար լուծման ենթակա խնդիր է լինելու։ Մի քիչ շատ պարզ է հնչում, պարզունակ է հնչում, բայց ընդհանուր տրամաբանությունն են փորձում ներկայացնել։ Ստացվում է, որ Միացյալ Նահանգները, մասնավորապես Թրամփի վարչակազմը, իր ամբողջ ռեսուրսները ըստ ձեզ կենտրոնացնելու է դեպի Չինաստան։ Ես չեմ կարող ասել ռեսուրսների ինչ մաս է կենտրոնացնելու, այսինքն բնական է այդ աշխարհաքաղաքական մրցակցության հարցում Միացյալ Նահանգները շարունակելու է իր շահերի պաշտպանությունը եւ այլն։ Բայց այսօր Միացյալ Նահանգները ինքը ունի նաեւ հենց նույն ռեսուրսային խնդիրը, ունի ներքին խնդիրներ։ Թրամփը ինքը ունի ներքին իշխանությունը պահելու շատ լուրջ խնդիր։ Եվ այս տեսանկյունից Միացյալ Նահանգների համար, այս վարչակազմի Թրամփի համար, Ռուսաստանը եւ Չինաստանը լինելով, շարունակելով լինել իհարկե աշխարհաքաղաքականության մրցակիցներ, նաեւ գործընկերներ են ընդհանուր ինչ-որ փիլիսոփայության շուրջ համաձայնության գալու հարցում, այդ թվում իր ներքին խնդիրները լուծելու տեսանկյունից։ Եվ Թրամփը իմ գնահատմամբ ձգտում է ահա այս ամբողջական համաձայնություններին, համաշխարհային վերաբաժանումների եւ կանոնների շուրջ, եւ մենք տեսնում ենք այդ բանակցության process-ը։ Ենթադրենք այդ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց, ընդ որում ուշագրավ է տնտեսական հարցերի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ Միացյալ Նահանգներում բանակցությունը, չեմ կարծում, թե ուկրաինական հակամարտության վերաբերյալ է։ Պատերազմի վերաբերյալ չի լինի բանակցություն տնտեսական ներդրումային process-ների մասնագետի հետ։ Հետևաբար դա էլ նաև վկայում է, որ Թրամփ-Պուտին երկխոսությունը շատ ավելի գլոբալ օրակարգի շուրջ է։ Ուկրաինան այդտեղ ածանցյալ հանգամանքն է, որը ենթակա է լինելու այդ ավելի գլոբալ պայմանավորվածությունների։ Ես ձեզ ճիշտ հասկացա, չսրել հարաբերությունները ոչ Ռուսաստանի հետ, ոչ Չինաստանի հետ։ Դրանք սուր են, պետք է պայմանավորվել, այսինքն դրանք սուր են վաղուց, դրանք սրված են։ Մեծ հաշվով նույնիսկ անուղակի պատերազմի տեսք էին ստացել։ Հիմա պետք է պայմանավորվել։ Ինչու է պետք պայմանավորվել, որովհետև խոսքը այն խաղացողների մասին է, որոնցից յուրաքանչյուրը կարող է վնասել մյուսին։ Հետևաբար պայմանավորվում են նրա հետ, ով համարժեք է վնասելու հնարավորությունների տեսանկյունից։ Հիմա այդ process-ն է տեղի ունենում, կրկնեմ, այստեղ շատ էական է Թրամփի ներքին խնդիրը։ Այդ պայքարը պայմանական, եթե ասենք, այդ ուլտրագլոբալիստական լիբերալ ուժերի հետ, որոնք շատ ուժեղ են ներարևմտյան տիրույթում, Թրամփի համար լուրջ մարտահրավեր է։ Նա ունի խնդիր 2026-ին կոնգրեսի միջանկյալ ընտրության առումով եւ ունի խնդիր արդեն 28-ի ընտրությանը պատրաստվելու տեսանկյունից, այն դեպքում, երբ շատ քիչ է հավանականությունը, որ նա անձամբ կառաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Այս տեսանկյունից դիրքերը պահելու հարցում ես կարծում եմ Թրամփը չունի այլ աջակից, քան Ռուսաստանն ու Չինաստանը, որքան էլ տարօրինակ կհնչի։ Հիմա հարցը հետեւյալն է. կարող են գալ այնպիսի պայմանավորվածության, փոխզիջումային եւ գլոբալ ստրատեգիայի իմաստով, որը արդեն բնականաբար իր ազդեցությունը կունենա նաև հենց ուկրաինական խնդրի վրա։ Եվ ամփոփենք մեր զրույցը, դուք ինչ եք կարծում 2026 թվականին հնարավոր է, այսպես ասած, սառած հակամարտությունները կրկին բարձրանան եւ ինչ որ միտեղ էլի ռազմական գործողություններ վերսկսվեն։ Միանգամայն, քանի դեռ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ շարունակվում է փլուզումը նախկին համաշխարհային կարգերի եւ կառուցվածքի եւ ձևավորված չէ նորը, այդտեղ բնականաբար պատերազմը շարունակում է լինել քաղաքականության առանցքային գործիքներից մեկը հարցեր լուծելու տեսանկյունից, այդ թվում լինում են նաեւ շատ
մեծ իմաստով պայմանավորված պատերազմներ, որովհետև երբ քաղաքական ճանապարհով հնարավոր չէ ինչ-որ հարց լուծել, դրա լուծման միջոց դառնում է պատերազմը։ Ցավոք սրտի մենք գիտենք, սա ամենևին նոր բան չէ համաշխարհային պատմության մեջ։ Եվ կրկնեմ, այս միջավայրը, քանի որ առկա է, ապա պատերազմները բնականաբար միշտ էլ դառնում են շատ բարձր հավանականությամբ գործիք որպես համաշխարհային քաղաքականության գործիքակազմի մաս։ Կոնֆլիկտային իմաստով օրինակ մենք ունենք այսօր դեռ ծխացող ռեգիոններ, չէ, Գազայի վերաբերյալ հիմա խոսվում է երկրորդ փուլի մասին, բայց շատ մեծ հարց է այդ երկրորդ փուլը ինչպես կլինի։ Արդյոք այդ երկրորդ փուլի որոշակի հանգամանքներ ներդնելու համար չի առաջանա նորից ինչ որ թեժացնել իրավիճակը, թեժացնելու անհրաժեշտություն։ Նույն Կովկասը ցավոք սրտի այդ տեսանկյունից ամենևին ապահովագրված չէ։ Ոչ միայն Իրանի տեսանկյունից, այլ նաև Կովկասյան ստատուս քվոն, որ մենք ունենք 2020 թվականի պատերազմից հետո եւ նաև պայմանական երկրորդ փուլով Արցախի էթնիկ զտումից եւ ամբողջական կորստից հետո, այդ ստատուս քվոն էլ ժամանակավոր երևույթ է։ Դա գլոբալ պայմանավորվածություններ ենթադրող ստատուս քվո չէ եւ հիմա նույն օրինակ Թրամփի ուղին երբ եղավ 2025 թվականին, դա ընդամենը ինչ որ նոր մեկնակետ է քաղաքական սակարկությունների համար եւ ոչ թե ինչ որ արձանագրված ստատուս քվո։ Հետեւաբար այս սակարկությունների ընթացքում որևէ մեկը չի կարող բացառել ռիսկը, երբ ինչ որ հարցեր լուծելու տեսանկյունից կարիք կլինի դիմել ռազմական գործիքակազմի։ Եվ սա մեր գլխավոր մարտահրավերներից մեկն է շարունակում լինել, նկատի ունեմ Հայաստանի, եւ այդ խնդիրը բնականաբար պահանջում է Հայաստանից, վերադառնանք գլոբալ պատկերից Հայաստանից պահանջում է բացարձակապես այլ որակներ, որպես պետություն եւ որպես հասարակություն, պետություն ունեցող հասարակություն, պահանջում է բացարձակապես այլ որակներ, քան մենք ունենք այսօր։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, ես զրուցում եի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։